Երկու օր մենք ուսումնասիրել ենք նոր ցուցակները եւ ես ձեզ կներկայացնեմ որտեղ է խնդիրը, որտեղ է դժվարություն առաջարկող նախագծի եւ գործող հրապարակված ցուցակների։ Այսպես մեկ էլ լրություն տի խնդրեմ։ Ուսումնասիրել ենք Արաբ գիրը եւ 4-րդ օկրուգը եւ 11-ը Շենգավիթի։ Եվ ներկայացնում եմ ձեզ նախնական ուսումնասիրությունները։ Երկու տեղում են 3000 հոգի ավելացել է ցուցակները։ Սա աննախադեպ է։ 10000 ավելացել է ցուցակներում ամենտեղ, 7000 հեռացել են։ Հեռացածները մահացածներն են, որը կազմում է մոտավորապես 2-ից 3000 եւ ընդհանրապես գնացածները արտագաղթածները միջինը 4-ից 5000 ամեն մի ընտրատարածքում։ Անունների հետ կապված շատ կարևոր եմ համարում, ուզում եմ հրապարակել, ուսումնասիրել ենք նույն անուն ազգանուններով մարդկանց քանակը։ Մասնավորապես Հովհաննիսյան Գահանը 38 անգամ կրկնվում է, Հարությունյան Անահիտ 37 անգամ կրկնվում է, Գրիգորյան Արմեն 36 անգամ կրկնվում է։ Ուրեմն ամենաշատ կրկնվող անունները հետևյալներն են. Հարությունյան Անահիտ 50 հոգի, Սարգսյան Անահիտ 51 հոգի։ Սա ընդհանրապես մի ընտրատարածքում։ Այսինքն ընդհանուր եզրակացությունը մոտավորապես այսպիսին է. անունների եւ անուն ազգանունների կրկնությունը 2 եւ ավելի անգամ կազմում է ցուցակների 20%-ը։ Այսինքն մենք խնդիր ունենք բնականաբար բլոկ դնել, որ նույն անուն ազգանունով մարդը երկրորդ անգամ չքվեարկի։ Սա պարզ խնդիր է մաթեմատիկական։ Առավել ևս, որ 50 անգամ քվեարկելու տեսական հնարավորությունը չպետք է թույլ տալ։ 12 թվականի ընտրությունն ես եւ ոչ միայն 12-ի, ղեկավարել եմ Արաբ գիրի ընտրությունները եւ 15-20 հոգյանոց խմբերը պատտվում էին հեծանիվի ասած օրինակով տեղամասից տեղամաս, ընտրատարածքից ընտրատարածք։ Եվ որերդ անգամ մի բան էլ ասեմ, ուրեմն պարոն Մկրտչյան, ձեր ասածի հետ կապված, ուրեմն երկու տեղամասում էլ ես հանել եմ այն մարդկանց ցուցակը, որոնք չունեն ծննդյան ամիս ամսաթիվ օր։ Դա մի դեպքում է արդարացում, երբ որ նրանք ասեն 20 թվականի ծնված են, չունեն ծննդական, չունեն ազնագիր չերում, բայց սրանց մեջ 70 թվականի, 65 թվականի, 75 թվականի ծնվածներ կան, որոնց դեմը չկա անուն, ազգանուն, հայրանուն, չկա ոչ մի բան, եւ ծննդյան օր ամսաթիվ։ Ուրեմն Արաբ գիրի 4 ընտրատարածքում դա կազմում է 270 հոգի, Շենգավիթում դա կազմում է 613 հոգի։ Այսինքն սա էլ ինչ որ մի բան է, խողովակ է, որտեղ կարելի է հստակություն չմտցնել կամ ասեմ կեղծել։ Հիմա ուրեմն թվերը դինամիկան, թե ինչքանով է այս անցած ընտրությունների ժամանակ մեծացել ընտրողների քանակը, ես ներկայացնում եմ ձեզ։ Ուրեմն Ժողովուրդ ջան, խնդրում եմ, չեմ կարող ուղղակի ելույթ ունենալ, երբ որ դալիճ զուգահեռ խոսում։ Ներողություն եմ խնդրում։ Ուրեմն հիմա ընտրողների թիվը Հայաստանում կազմում է, կլորացրած են բոլոր թվերը ձեզ ասում, 2.6 միլիոն ցուցակում կա մարդ։ Այդ թիվը վերջին 2008-ից այսքոմ անընդհատ աճել է, անընդհատ։ Եվ տոկոսային առումով եմ ձեզ ասում, աշխարհի բոլոր երկրներում եւ նաեւ Հայաստանում էր այդպես 67-70%-ն է եղել բնակչության թվի եւ ընտրողների հարաբերակցությունը։ 88-ից, ներողություն, 2008-ից սկսած այսքոմ այդ թիվը բարձրացել է 77%, արկա բնակչության այդ ընտրողների հարաբերակցությունը։ Եվ հիմա ամբողջ Հայաստանում այդ թիվը անցնում է 84-85%-ը։ Ամենաբարձր տոկոս, այսինքն արկա բնակչության համեմատությամբ ընտրողների քանակը կազմում է 90% վայոց ձորը, թվերով ասեմ, մոտավորապես 520,000 բնակիչ, 475,000 ընտրող։ 91% կազմում է Մեկոտայքը, 255,000 բնակիչ, 232,000 ընտրող։ Պատկերացնում եք հարաբերակցությունը։ Շիրակը, կասեմ իհարկե երեխա չկա, որտեղ հենց առաջինելով ասեմ, Հայաստանում նախադպրոցական եւ դպրոցական երեխաների թիվը մոտավորապես կազմում է 550,000 մարդ։ 400,000 կազմում է մոտավորապես դպրոցը, նախադպրոցական մոտավորապես 200,000։ Այսինքն մոտավորապես 600,000 մարդ այս թվի մեջ պետք է հանեք, նրանք ընտրող չեն կարող լինել։ Եվ ցուցակների ու բնակչության թվի հարաբերակցությունը զավեշտը
Ներկայանում է Վանաձորում եւ Լոռիում։ Լոռվա մարզի բնակչության 101%-ը ընտրական ցուցակներում է, լավ է։ Վանաձորում 113%-ը։ Ինչն է խնդիրը։ Անընդհատ մենք ասում ենք, Հայաստանը ունիկալ է իր արտագաղթի առումով, սա փաստ է։ Հայաստանը ունիկալ է իր ցուցակների աճելու առումով։ Արտագաղթը տարեկան, պաշտոնական տվյալներով, ձեր տվյալներով 50-60 հազար պակասում է, մոտավորապես այդքանով ցուցակները ավելանում են։ Մենք ասում ենք, եղբայր, չկա այլ երկիր, որպեսզի այս հարաբերակցությունը նույնական լինի։ Եկեք այս ցուցակները մաքրենք, որ ես տեսնեմ իմ մեռած հոր եղբայրը էլի կեղծում է ընտրությունները, թե չէ։ Որ իմ բարեկամները, որ լոսում են, Կրասնոդարում են, Տուապսոյում են, Մոսկվայում են, քվեարկեցին, թե չէ, ինչն է դժվարը։ Ինչու չեք ուզում մաքրել, չէ՞ որ դրանով մարդու քվեարկելու իրավունքի չենք զրկում նրան։ Հաջորդը միակ ամենաճիշտ լուծումն է, եթե կամք կա լուծելու ամենահեշտ, ոչ փողի խնդիր կա, ոչ ծախսի խնդիր կա, ոչ սարքի խնդիր կա, հաջորդ օրը տպեք ցուցակները։ Ինչ նախանգարում, ոչ մի մարդու իրավունք դեմագոգիա է, երբ ասում եք, որ այստեղ խախտում եք քվեարկության հետ կապված գաղտնիությունը, ես կարող եմ նկարնել բոլորիդ եւ բոլորդ կարող եք նկարնել բոլոր այն մարդկանց մասնակցությունը, որոնք եկել են մասնակցել են, թե չէ, խնդիր չկա այստեղ։ Տպեք ցուցակը, որ տեսնենք ովքեր եկան մասնակցեցին, իմ հարևանը մասնակցեց, թե չէ։ Սա ամենաէժան լուծումն է այս թնջուկը լուծելու։ Ցուցակները հաջորդ օրը տպեք։ Հաջորդը այս քարտերի հետ կապված ժողովուրդ, սա առ ոչինչ է, եթե սրա չիպը չի բացվում։ Սրա էությունը ամբողջ աշխարհում այն է, որ սրա մեջ տեղավորված է այն բոլոր ինֆորմացիաները, երբ որ դու դնում ես կոմպյուտերի մեջ, ինքը բացում է, տեսնում ես, իդենտիֆիկացնում ես։ Իդենտիֆիկացված քարտ նշանակում է քարտը իմ հետ համաձայնեցնել, նույնականացնել։ Եվ ծրագիրը էժան ծրագիր, բոլորը գիտեք այս սարքը։ Սա հաշվապահներն են կիրառում, մաքսայիններն են կիրառում, խանութում են կիրառում, հեշտ մեխանիզմ։ Հայաստանը որ երրորդ տարի աշխատում է այս մեխանիզմում։ Քարտս մտցնում եմ այստեղ, ID քարտը, կոմպյուտերի միացած ամբողջ ինֆորմացիան ներևում է, ամբողջ ինֆորմացիան չիպը բացվում է։ Եվ ընդամենը մի ծրագիր է պետք, որպեսզի Հայաստանի բոլոր ընտրատարածքներում միանգամից այդ սիստեմի մեջ, որ երևի Արամ Մանուկյանը իր քարտով քվեարկել է, ինչն է սրա դժվարը։ Եվ եթե դուք սա չեք անում, այս քարտը դառնում է ոչինչ, սա կեղծելը ժողովուրդ շատ անգամ ավելի հեշտ է, շատ ավելի հեշտ, քան անձնագրի կեղծելը։ Եվ այն թիվը, որ 5000-ը վարչապետը հայտարարեց կառավարության նիստին, 5000-ը 5 օր հետո հոկտեմբերի 15-ին հայտարարել։ 5000 ID քարտ, միայն ID քարտ ունեցողների թիվը հանկարծ դարձավ 182000։ Այս գաղտնիքը, այս խորհրդավորությունը կամ բացեք, կամ ասեք, որ սխալ եք արել, կամ ասեք, որ 182000 մարդ, որ ես չեմ հասկանում, ID-ն վերցրի անձնագիր չվերցնելով, ինչի համար։ Այս խնդիրը, այս թնջուկը լուծեք։ Կամ գնացեք, ասեք, որ ձեր ոչ մի առաջարկ չի ընդունվում։ Հենց հիմա խորհրդակցությունը ավարտվել է, 5 խմբակցություններ գոնե առաջարկում են այս մի լուծում, մյուս լուծումը մատը թանաքոտեք։ Ասում են ացետոն է, շատ լավ, թող ացետոն լինի, բայց դրա դեմն էլ կա, սարք կա, որը ֆանարիկ է, լույսը։ Վառում ես անգամ եթե լվանում է, ինքը ցույց է տալիս, որ ինքը արդեն քվեարկել է։ Սա էլի էժան տարբերակ, որ մի տարբերակ ասենք։ Եվ եթե դուք չեք գնում այս էժան տարբերակներից որևէ մեկին, ես հանգիստ եզրակացնում եմ, որ ձեր նպատակը ուրիշ է։ Այս ցուցակներում 1 միլիոն մարդ չկա։ Աշխարհում չեք գտնի որևէ երկիր, որ ընտրական ցուցակների 40%-ը երկրում չէ։ Փաստ է, չէ։ Մեր դժբախտությունն է, բայց փաստ է սա։ Ինչ ենք ուզում ձեզնից։ Ասում եք արդար անցկացրեք ձեր նախագիծը։ Կարում եք անցկացրեք արդար։ Բայց այս ձևի զարտուղի ճանապարհներով մի արեք։ Դուք ինքներդ ձեզ դնեք շատ վատ վիճակի մեջ։ Ինչպես եք հետո բացատրելու միջազգային կառույցներին, ժողովրդին, հետո ասում եք փողոց են լցվելու, արդար արեք, քարոզեք, համոզեք, եկեք այդ 700,000-ը ունեցեք։ Բայց դուք չեք կարող անել եւ չեք էլ ուզում անել։ Իսկ գոնե չուզել է այստեղ հակառակը ապացուցեք, ցույց տվեք, որ ուզում եք։ Եվ վերջին հաշվով, սիրելի ժողովուրդ, ինչ կրնի որ հանրաքվեն չանցնի, ինչ ա եղել։ Ոչ մի բան, քվեարկեցին, չանցավ, ուրեմն դեմոկրատ երկիր ենք, ինչ ա եղել։ Վերջին հաշվով պատմական մեծ փոփոխություն է Հայաստանը ուզում անցկացնել, պրեզիդենտական ընտրությունները հանել։ Սա լուրջ քայլ է, այս հրատապությունը, այս թփշփությունը ինչի համար, հետաձգեք, հանեք, ոչինչ էլ ամոթ չի, կեսից հետ կանգնեք, դիմում են, այս պահից էլ հետ կանգնեք այս նախագծից, ոչինչ չի լինի։ Միայն նրա համար որ մեկը քար է գցել, 100-ով փորձելու ենք տակից դուրս գալ, լուծում գտնել,
Լուծումները ասում ենք, չեք անում։ Ուրեմն եզրակացնում եմ, որ չեք ուզում անել, ուրեմն միտքը, նպատակը Գագիկ Մելիքյան